Ասուլիսին եւ մի քանի հարցեր մեր գործընկերների կողմից։ Եվ առաջին հարցը Factor TV-ից. And the first question from Factor TV. Շնորհակալություն Նարեկ Կիրակոսյան Factor TV, հարց ունեմ հանձնաժողովի նախագահ Տիկին ֆոն դեր Լայենին։ Տիկին նախագահ, Հայաստանը էներգետիկ դիվերսիֆիկացիան դարձրել է ռազմավարական առաջնահերթություն, սակայն շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական գազից եւ էներգետիկ ենթակառուցվածքներից։ Նախընտրական շրջանում մենք Մոսկվայից տարբեր պաշտոնյաների մակարդակով լսում էինք ակնարկներ, որ Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ գազ է ստանում եւ դա կարող է թանկանալ։ Հայաստան Եվրամիություն մերձեցման շրջանակներում, եթե Ռուսաստանը որոշի գազի մատակարարումը դադարեցնել կամ գին օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք, ապա ինչ կոնկրետ աջակցություն կարող է տրամադրել Եվրոպական միությունը, արդյոք Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին աջակցել այլընտրանքային մատակարարներից գազ ձեռք բերելու կամ գնի հնարավոր սուբսիդավորման ուղղությամբ, եթե կան ծրագրեր, խնդրում եմ մանրամասնել, եւ մեկ հարցել Հայաստանի վարչապետին, պարոն վարչապետ, երեք խոսել եք Ռուսաստանի վարչապետի հետ, նախ խնդրեմ ասել նախաձեռնությունը խոսակցության հեռախոսազրույց ունենալու ձեժն էր թե ռուսական կողմինը, ինչ բնույթի հարցեր եք քննարկել, արդյոք սահմանափակումներին Հայաստանից արտահանվող ապրանքների անդրադարձ եղել է թե ոչ, եւ արդյոք չեք բացառում, որ կկրկնվի 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում որոշեց դադարեցնել Եվրամիության հետ մերձեցումը ռուսական ճնշումների պատճառով։ So indeed on the topic of energy, ինչ վերաբերում է էներգակիրներին, ձեզ անհրաժեշտ է ռազմավարական, բազմաշերտ եւ համապարփակ մոտեցում։ Եվ ճիշտ ինչպես մենք օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրը, որ ավելացնում է դիմակայությունը եւ ուժեղացնում է Հայաստանին, մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաեւ բազմազանեցնել իր էներգամատակարարումները։ Ահա թե ինչու հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ Եվրոպական միությունից կժամանեն Հայաստան։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ, մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով, մեծ փորձ ենք կուտակել, մենք ինքներս Եվրոպական միությունում բախվել ենք դրա տարերին այդ իրավիճակի, մենք հարուստ փորձ ենք կուտակել առայն թե ինչպես բազմազանեցնել էներգակիրների մատակարարումը, որոշ երկրներ, միաժամանակ մենք ներդրում ենք անում ռեգիոնալ էներգետիկ անվտանգության մեջ նոր էլեկտրական հոսանքի փոխկապակցության նոր երթուղիներ բացելով եւ ավելի կուռ ռեգիոնալ էներգետիկ ցանցերը 25 միլիոն եվրո ներառում Կովկասյան փոխանցման եւ մենք նաեւ Հայաստանի սատարում ենք նշանակալի ներքին ռեսուրսների հաշվին վերականգնվող էներգետիկայի արտադրությունը դուք Հայաստանում ինքներդ ձեր հաշվին եք արտադրում, սա ձեզ ավելացնում է անկախություն եւ տալիս է էներգետիկ անվտանգություն եւ դիմակայունություն։ Այս տարբեր մոտեցումների միջոցով մենք պատրաստ ենք ձեզ սատարել այն պոտենցիալ իրավիճակում, որին մենք ինքներս քաջ ծանոթ ենք։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ անդրադառնամ այն թեմային, թե բացառում եմ արդյոք այն իրավիճակը 2013 թվականի, երբ Հայաստանը մի գիշերում, թե երկու գիշերում հրաժարվեց Եվրոպական միության հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից եւ որոշում կայացրեց Եվրասիական տնտեսական միության կամ մաքսային միության ուղղությամբ գնալ, հարցին պատասխանեմ կարճ եւ կոնկրետ, այո, բացառում եմ, դա հնարավոր չի, առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը։ Մյուս կողմից մենք ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք եւ չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում եւ բնականաբար մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը եւ սա
կարծում եմ տրամաբանականի ցանկացած երկրի համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, իմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, հարցերի քննարկման շրջանակը հաղորդագրության մեջ ներկայացվել է, թե ինչ հարցեր են քննարկել, պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք։ Շնորհակալություն եւ հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն and next question from Armenian Public Television. Շնորհակալություն Մարի Խաչատրյան,